Սիրելիներս բարի գալուստ, այսօր միասին գազարով ու պղպեղով այն շատ հայտնի ու սիրված աղցանն ենք պատրաստելու, պահածոյացնելու ենք։ Պղպեղը ընտրում ենք դեղին, կարմիր, կանաչ, յուրաքանչյուրից մի քիչ կամ միայն երկու տեսակ, ինչպես կուզեք, ես սիրում եմ խառնել բոլորը, այդպես համեղ է։ Կարմիրն ընտրելիս ուշադրություն ենք դարձնում, եթե շատ մուգ մի տեսակ, շատ խորը հագեցած գույնի պղպեղներ կտեսնեք, դրանք ցանկալի չէ վերցնել, իդեպ դրանք նաև մակերեսին փայլ չունեն։ Սովորական պղպեղները ավելի փայլուն են, դրանք այնքան էլ փայլուն չէ, այդ տեսակները հարմար չեն, քանի որ եփելու ընթացքում դրանց կեղևը առանձնանում է ու հետո այնքան էլ հաճելի չէ, ինչ էլ եփեք առանձին լողալու է ուտեստի մեջ։ Որպեսզի սոխի հետ աշխատելիս լաց չլինենք, նախապես մոտ 1-1.5 ժամ ցանկալի է պահել սառնարանում ամենացածր ջերմաստիճանում։ Իմ դեպքում 2 աստիճանն է։ Նախապես բոլոր բաղադրիչներից առաջ հենց սոխն եմ մաքրում եւ դնում եմ սառնարանը։ Մինչ ամբողջը պատրաստ կլինի, հետո դուրս եմ բերում ու հանգիստ աշխատում։ Ոչինչ չի լինում։ Տաքացված կաթսայի մեջ ավելացնում ենք 600 մլ բուսական յուղ։ 1 կիլոգրամ 350 գրամ ստացվեց, բայց մի քիչ ավել պակասը չի խանգարի, քանի որ երկար է աշխատում, ընթացքում սոխը դրել եմ սառնարանում, որպեսզի չարցունքոտվեի։ Գազարը որպես կանոն կտրատում են խորանարդիկներով, բայց այն մարզում, կոնկրետ արդիկում, որտեղից ես արմատներով սերում եմ, ավելի շատ պատրաստում են մի փոքր ավելի երկար տեսքով, ուղղանկյունների տեսքով։ Ու քանի որ ինքս էլ սովոր եմ հենց այդ տարբերակին, կպատրաստեմ այդպես։ Դուք ընտրեք ինքներդ, պարզապես շատ փոքր չպետք է լինի ու նաև չպետք է շատ խոշոր լինի։ Հենց բուսայուղը լավ տաքանա, լցնում ենք կտրատված սոխը։ Սոխառած ենք պատրաստում, բայց սոխը երկար չենք տապակում, չենք կարմրացնում։ Հենց թափանցիկ դառնա, ուրեմն հերիք է։ Տոմատի մածուկը ջրով բացում ենք։ Սառը ջուր է։ Հանգիստ վերցրեք այս բաղադրատոմսը առանց վայրկյան անգամ կասկածելու, հանգիստ փորձեք։ Վստահեցնում եմ, շատ շատերը ձեզնից բաղադրատոմս են խնդրելու։ Ամեն բան հաշվարկված է ճիշտ եւ ճիշտ նրա համար, որ շատ խորը ու հագեցած համ ստացվի, նաեւ կառուցվածքն է շատ հաճելի ստացվում։ Փորձեք, վստահեցնում եմ, համից չեք հագենա։ Ստացվում է ոչ շատ խիտ, նաեւ ոչ շատ ջրիկ։ Հենց սոխառածը պատրաստ լինի, լցնում ենք ամբողջ գազարը։ Փակում ենք կափարիչը եւ սկսում ենք եփել։ Ժամանակ առ ժամանակ պետք է բացել ու խառնել հատակից մինչեւ վերև։ Եփում ենք փակ կափարիչով, ժամանակ առ ժամանակ խառնում ենք հենց տակից, այնպես որ սոխն ամբողջությամբ աստիճանաբար բարձրանա ու խառնվի։ Արդեն ժամանակը լրացավ, տեսեք, գազարը արդեն փափկել է ու տեսքից էլ երևում է, որ եփված է։ Ավելացնում ենք տոմատի մածուկը, լավ խառնում ենք ու փակ կափարիչով շարունակում ենք եփել։ Հենց սկսի եռալ, այդ պահից ժամ ենք պահում ու եփում ենք 15 րոպե։ Ինչպես նշեցի, էլի փակ կափարիչով։ Չգիտեմ տեսախցիկն ինչպես է փոխանցում, բայց շատ գեղեցիկ արևային վառ երանգ ունի։ Պատրաստում ենք նաև պղպեղները։ Կտրատում եմ մի քիչ գազարի նման չափսերով։ Ժամանակը լրացավ, ավելացնում ենք պղպեղը։ Եթե հանկարծ որևէ մթերք չհիշեցիք կամ հերթականությունը չհիշեցիք, չանհանգստանաք, ամբողջը մանրամասնորեն գրված կլինի տեսանյութի ներքևում։ Իհարկե, տոմատի մածուկն ավելացնելուց հետո թթվային մակարդակը բարձրանում է եւ գազարն արդեն շատ փափուկ չի կարող ստացվել, բայց ամեն դեպքում ժամանակին հետևում ենք, որպեսզի ուղղակի ընդհանուր զանգվածը շատ չչորանա։ Լավ խառնում ենք, կափարիչով փակում եւ թողնում ենք, որ շարունակի եփվել։
Պղպեղն ավելացնելուց հետո լցնում ենք նաև մի քանի հատիկ սև պղպեղ, ինչպես տեսնում եք այսքան, սև աղացած պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ և մի քանի հատիկ դափնու տերև։ Նաև կանաչին նախապատրաստեմ, այստեղ մաղադանոս է 2 կապ է, կվերցնեմ մեկից ավել։ Նախապատրաստել եմ նաև աղը, բաժակս 100 մլ է, սովորական սուրճի բաժակ է։ Պղպեղն ավելացնելուց հետո 20 րոպե արդեն անցել է, մի քիչ էլ ավել։ Հիմա ավելացնում ենք աղը և կանաչին։ Ավելացնում եմ նաև 100 մլ խնձորի քացախ։ Գիտեմ շատերը քացախից խուսափում են, բայց մի վախեցեք, հանգիստ ավելացրեք, առանձին ընդհանրապես չի զգացվելու, միայն համին ավելի բազմակողմանի ու խորը երանգ է տալու։ Նույնը վերաբերում է նաև շաքարին, այստեղ ավելորդ ոչ մի դետալ չկա, ամբողջը նույնությամբ կրկնեք ու չեք փոշմանի։ Այս պահից սկսած եփում ենք ևս 20 րոպե ու վերջ, պատրաստ է։ Կանաչին ավելացնելուց հետո 15-ից 20 րոպե անցել է։ Հիմա շատ արագ կրակը կանջատեմ ու տակ-տակ կլցնեմ տարաների մեջ։ Իրական համը զգալու համար պետք է գոնե 1 օր անցնի պատրաստելուց հետո և այդ ժամանակ իսկական կառուցվածքն ու իսկական համի խորությունը կկարողանաք գնահատել։ Փորձի համար մի փոքր մաս թողեք սառնարանում ու հաջորդ օրը փորձեք։ Էլ չեմ խոսում այն մասին, թե որքան հաճելի է լինելու ձմռանը բացել այս տարաները։ Ինձ շատ է դուր գալիս, երբ այս հեղուկը ստացվում է շատ հագեցած համով ու խիտ կառուցվածքով։ Ու երբ այն չափազանց շատ չի լինում ու նաև քիչ չի լինում, որպեսզի շատ հյութեղ ստացվի։ Աշխատում եմ անել այնպես, որ ապուրի պես չստացվի, երբ հեղուկը շատ թույլ է, շատ ջրիկ է և կտորները լող են տալիս այդ հեղուկի մեջ։ Այս չափաբաժնով պատրաստելիս հենց խիտ ու հագեցած կառուցվածք կստացվի։ Արդեն ավարտեցինք, 10 կիլոգրամից ավել ստացվեց, եթե ճիշտ հաշվեցի, մի քիչ էլ թողել եմ, որ փորձենք։ Գիտեք, ինչքան եմ սիրում, երբ այս գազարով աղցանը այսքան հյութեղ ու ախորժելի է ստացվում։ Ժողովուրդ, նրա համար, որպեսզի հյութը բավականացնի, ջուրը չպակասի, այստեղ իդեպ քիչ եմ թողել, քանի որ մեծ մասը տարաներում է։ Որպեսզի հյութեղ լինի, եփում ենք փակ կափարիչով սկզբից մինչև վերջ, ու ամենակարևորը ոչ շատ բարձր կրակով։ Միջին կամ երբեմն միջինից ցածր կրակով, ուղղակի որպեսզի եռա, բայց ոչ շատ ինտենսիվ, որ շատ չգոլորշիանա և չստանանք չոր զանգված։